Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր օգոստոսի 4 Եհովան օրհնե քեզ և պահե քեզ թվոց 6-րդ գլուխ 24-րդ խոսք Քահանայապետական օրհնության այս առաջին մասը ըստ էության խոստում է այն օրհնությունը որ մեր մեծ քահանայապետը հռչակում է մեզ վրա անպայման կկատարվի որովհետև նա արտահայտում է Աստծո կամքն ու միտքը Ինչ մեծ ուրախություն է մնալ Աստծո օրհնության ներքո Այդ օրհնությունը շնորհալի համ է հաղորդում ամեն ինչի Եթե մենք օրհնված ենք ապա օրհնված են նաև մեր բոլոր ունեցվածքն ու վայելքները Ավելին նույնիսկ մեր կորուստներն ու նեղությունները ինչպես նաև մեր հիասթափություններն են օրհնված Աստծո օրհնությունը խորն է զորավոր եւ արդյունավետ Մարդու օրհնությունը կարող է սկսվել ու ավարտվել միայն խոսքերով, իսկ Տիրոջ օրհնությունը հարստացնում եւ սրբացնում է։ Ամենալավ մաղթանքը, որը կարող ենք հայտնել մեր ամենասիրելի բարեկամին, ոչ թե թող հաջողությունը ուղեկցի քեզ, այլ թող Տերը օրհնի քեզ։ Նույնքան մեծ ուրախություն է նաեւ Աստծո կողմից պահպանված լինելը, պահպանված լինել նրա ձեռքով, նրա մոտ եւ նրա մեջ։ Իրապես ապահով են նրանք, ում Աստված է պահպանում, նրանք պահպանվում են չարից և վերապահվում են անսահման երջանկության համար։ Աստծո պահպանությունը ուղեկցում է նրա օրհնությանը, հաստատելով այն և պատճառելով, որ այն մնայուն լինի։ Այս փոքրիկ գրքի հեղինակը սրտանց ցանկանում է, որ այստեղ հռչակված առատ օրհնությունն ու վստահ պահպանությունը հասնի յուրաքանչյուր ունկնդրի, ով այս պահին լսում է այս տողերը։ Խնդրում եմ, այս խոսքերը վերածեք աղոթքի, անուշահոտ խունկի պես բարձրացրեք Աստծուն աղոթելով, որ նա իր ծառաներին պարգևի այս օրհնությունը և պահպանությունը։